Մաշտոցյան Վան մատենադարանի ողջ անձնակազմը խորապես հուզված է մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մեծ հրդեհի կապակցությամբ։ Մարզահամերգային դահլիճը մեր հանրապետության լավագույն կառույցներից է և իրավամբ համարվում է ազգային հարստության առարկա։ Կարծում ենք, որ ամենամոտ ապագայում այն պետք է վերանորոգվի և նորից շարք մտնի որպես սովետական Հայաստանի մշակութային կյանքի անշեղ զարգացման մի հուշակոթող։ Մատենադարանի աշխատակիցները պատրաստ են իրենց աշխատանքով և դրամական միջոցներով մասնակցել մարզահամերգային դահլիճի վերակառուցման աշխատանքներին։ Հայ ժողովրդի սիրելի ընկեր Դեմիր ջան, սև հոգիները թխպոտում են ձեր պարզ երկինքը, սակայն դուք ամուր եք ձեր դարբին պապի նման, որից էլ ժառանգել եք, երևի, ձեր ազգանունը, մենք ձեզ պաշտում ենք։ Եվ չենք ցանկանում, որ ընկճված ու թույլ տեսնենք։ Արդեն իր լրում ստացած իմ տարիքում ես այնպիսի երջանկություն չէի ապրել, ինչպես ապրեցի ու զգացի ձեր անկեղծ մանկական հրճվանքից, երբ կատարվում էր մեր անձեռակերտ կոթողի բացման արարողությունը, ձեր դեմքից ճառագում էր համայն հայոց երկրի ուրախությունը, բայց թող անիծվի որդոց որդի այն ձեռքը, որ խաթարեց ձեր հոգու զուլալ աղբյուրը։ Մի տխրեք, մեր սիրելի, ես, իմ սաների հետ և ամբողջ հայոց ժողովուրդը ձեզ հետ ենք, հրում ու ջրում, փոթորկին ու պարզ եղանակին, սևացրին մեր մեն մի հատիկ օրը, բայց ավելի համախմբեցին ու կարծրացրին քնած առյուծներին։ Սիրելի մեծ հայորդի մեր, մենք ձեզ լավ գիտենք ու սատար ենք, միշտ հպարտ մնացեք ու միշտ ձեզ նման, հրամայեք և մի գիշերում արևներ կիչեցնենք երկնքից ձեզ, բարին ընդ ձեզ, կեր հարգանքներով մի ուսուցչուհի։ Սրտի ցավով իմացա մեր մայրաքաղաքի հոյակերտ զարդը, մեր ժողովրդի հպարտությունը դարձած մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հրդեհի մասին։ Սիրելի ընկեր Դեմիր ջան, լիովին համոզված եմ, որ այդ անսպասելի պատահարը ավելի մեծ վիշտ է պատճառել ձեզ, որովհետև գիտեմ, թե որքան ջանքեր, մեծ հայրենասերի սրտի ջերմություն եք դրել այդ սքանչելի կոթողի կերտման գործում, սակայն եղած է, տրտմելը չի օգնի։ Լիահույս եմ, որ դուք և մեր ժողովուրդը պատրաստ եք նորից վերակերտելու այդ սքանչելի հուշարձանը և կարճ ժամանակում դարձնելու առավել շքեղ ու հմայիչ։ Ես, իմ ընտանիքի անդամները, բոլոր հարազատներս պատրաստ ենք պահանջված չափի մուծումը կատարել, միայն թե հայտնի լինի մուծումներ կատարելու տեղն ու ժամը։ Ձեզ, ընկեր Դեմիր ջան, մաղթում եմ ամուր առողջություն, անսպառ եռանդ, ի նպաստ մեր սքանչելի Հայաստանի, մեր շինարար ժողովրդի։ Ջերմ հարգանքներով Արշալույս Դավթի Մարգարյան, կուսակցության անդամ, 1941 թվի պատերազմի և աշխատանքի վետերան, ՀԽՍՀ վաստակավոր ժուրնալիստ, անհատական թոշակառու, 19 փետրվար 1985 թվական։